Արամ Ան վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է նվեր, իր գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատոր «Ջերմ ողջույններ»։ Նույն կերպ պատասխանել է վարչապետը։ Զարգերակ EM-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Արաման ինչ-որ առաջարկներ ունի իշխանությանը, գուցե ինչ-որ գործարք, որը թույլ կտա այս իրավիճակը մեղմել։ Ինչ վերաբերում է հոգևորականների ձերբակալություններին, նա ասաց, որ կարևոր չէ անձը հոգևորական է թե ոչ։ Հանցագործությունը պետք է քննվի եւ պատժվի։ ՔՊ-ն լեգիտիմ իշխանություն է, իսկ եկեղեցու ղեկավարությունը աշխատում է պետականության դեմ։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ աշխատում են Ռուսաստանի շահերից ելնելով։ Եկեղեցու եւ իշխանության միջև կարող է լինել հաշտություն, եթե եկեղեցու ղեկավարությունը հրաժարվի իր հակապետական գործողություններից, ասաց նա։ Ըստ քաղաքագետի Գարեգին Բ-ն իր կամքով հրաժարական չի տա։ Դա կարող է անել միայն, եթե նրա առջև իշխանությունը այնպիսի կոմպրոմատ դնի, որ այլ ելք չունենա։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէտեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են»։